Հիսուս Քրիստոսի հարությունը մեր բոլորի հարությունն է։ Քրիստոսի հրաշափառ հարությամբ մեզանից յուրաքանչյուրը ստացավ հնարավորություն հաղթելու մահը։ Ցավոք, մարդիկ հաճախ Աստվածատուր շնորհը ստորադասում են առատ եւ ճոխ սեղաններին, այնինչ տոնի հոգեվոր խորհուրդը չունի աղերս, գույնս գույն հավկիթների կամ տեսակ ուտեստների հետ։ Սուրբ Հարության տոնը շատ մարդկանց մոտ ընկալում է որպես ձուկ եւ ձու թարխունով ցանկալի է ուտելու մի տոն ժամանակ, ոչ թե տիրոջ հետ հարություն առնելու խոստում։ Նյութական որևէ իր, որևէ ձեռքբերում չի կարող լինել նպատակ, որովհետև նյութը մի շատ հետաքրքիր հատկություն ունի, քայքայվում եւ վերջանում է այդ նյութը եւ մղում է մարդկանց արարման միայն արժեքային հոգեվոր բովանդակությունը։ Քրիստոսի հարությունը այսօր նշում են առաքելական, կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիները։ Միաժամանակ նման համընկնում եղել է մեկ էլ մոտ 2 տասնամյակ առաջ, որպեսզի տոնը չշփոթեն հրեական Փեսախի հետ, մեր եկեղեցին այն անվանում է Ծռազատիկ։ Փեսախը սպասման տոն է, որ պիտի Մեսիան գա։ Իսկ մեզ համար Մեսիան արդեն եկել է, Հիսուս Քրիստոս արդեն եկել է եւ զոհը մատուցել է, թշնամին պարտվել է արդեն, ու որպեսզի այդ շփոթից մենք դուրս գանք, ու շատ կարեւոր է որպեսզի մարդիկ չընկնեն այդ գայթակղության մեջ, մտածելու համար, որ մենք հրեական Փեսախն ենք տոնում, ոչ թե մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարությունը։ Հիսուս Քրիստոսի խաչելությունը համընկնում էր Փեսախի օրերի հետ, երբ մարդիկ տոնին ընդառաջ առանձնացնում էին ամենաառողջ ու գեղեցիկ կառնուկին, նրան պահում նույն հարկի տակ, մի քանի օր խնամում, փայփայում, տնտղում, հետո նոր միայն զոհ մատուցում։ Նույնպիսի քննության օրեր էին նաև Քրիստոսի համար, ավագ, չարչարանած շաբաթը, որի ավարտին սպանվեց ոչ թե գառնուկը, այլ հենց ինքը Քրիստոսը։ Այս մարգարեությունից էլ սերում է ավետարանում հանդիպող գառնն Աստծո բառաձևումը, իսկ եկեղեցու սիմվոլիզմի մեջ հաճախ կարելի է հանդիպել անմեղ կենդանու հիշատակություններին կամ նկարներին։ Չարչարանած ամբողջ շաբաթը Քրիստոսի քննության շաբաթն է, որովհետև բոլորը փորձում են թերություն գտնել Քրիստոսի մեջ եւ նաեւ Պիղատոսի հետ Քրիստոսի խոսակցությունը, քահանայապետի հետ Քրիստոսի խոսակցությունը, մարդկանց արձագանքները Գողգոթայի ճանապարհին, սրանք բոլորը թերություններ գտնելու, Մեսիա չլինելու եւ հավիտենական թագավոր չլինելու այս հարցապնդումներն էին եւ վերջի վերջո ապացուցվեց ամեն ինչ, որ Հիսուս Քրիստոս հենց այն Մեսիան է, որին սպասում էին, որը մարգարեները խոստացել էին եւ պսակվեց այս մեսիականությունը Հիսուս Քրիստոսի հարությամբ։ Զատկի տոնը կամ չարչարանած շաբաթը սկսվում է Ծաղկազարդից, Քրիստոսի Երուսաղեմ մուտքից, որին հրեա ժողովուրդը սպասում էր երկար ժամանակ։ Աստծո միածին որդին Սուրբ քաղաք Բեթփագե մտավ մոտ 50,000 մարդու հետ։ Նրա ոտքերի առջև շորեր եւ արմավենու ճյուղեր էին փռում։ Քրիստոսի երկու կարևոր առաքելությունների մասին էր խոսում. Քրիստոս որպես թագավոր եւ Քրիստոս որպես Մեսիա։ Եվ արմավենու ճյուղերը դրանք տաղավարներ կառուցելու համար, տանիքները տաղավարների կառուցելու համար ճյուղերն էին։ Եվ հետագայում արդեն ուրբաթ օրը ոչ թե ուրիշ մարդիկ էին, որ գոռում էին խաչեք նրան, հա, եւ Բարաբային ընտրեք, ազատեք, այլ հենց այն նույն մարդիկ, ովքեր դիմավորեցին Քրիստոսին նույն ձևով։ Որ լույս լինի, ոչ միայն խավարը ցրող ճրակ, այլև Քրիստոսի հարության ավետիսն է մարդկանց ձեռքում, որ զատում է նրանց մեղքից ու մահից։ Այստեղից էլ տոնի անվանումը՝ Զատիկ։ Միմյանց կարմիր հավկիթներ նվիրելը Զատկի ամենախորհրդանշական ավանդույթն է։ Ինչու պարտադիր կարմիր եւ ոչ այլ գույն։ Ըստ պատումի Մարիամ Մագդաղենացին Հռոմում ներկայանալով Տիբերիոս կայսերը ու վկայելով քրիստոնեական հավատը, նրան կարմիր ներկած հավկիթ է տալիս եւ ասում. Քրիստոս Հարիաֆի մեռելոց։ Ձուն խորհրդանշում է նոր կյանքի սկիզբը, կարմիր գույնը Քրիստոսի կենդանարար արյունը։ Սևակ Վարդումյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։